Մասնագիտություն Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, Facebook-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որը ըստ վերնագրի անչափ նոր է, թե որն է այն նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Տվյալների մշակումը ֆիզիկայում եւ արհեստական բանականություն կրթական ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերել հիմնարար գիտելիքներ արդի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի հիմնախնդիրների վերաբերյալ, ոլորտին առնչվող տեղեկություններ ստանալու, համակարգելու եւ վերլուծելու ունակություններ, գիտելիքներ մեքենայական ուսուցման ալգորիթմների, տվյալների մշակման մոդելների եւ հաշվողական համակարգերի վերաբերյալ, կզարգացնի մտավոր կարողությունները ֆիզիկական երևույթները հետազոտելու, ժամանակակից տեղեկատվական, հաշվողական եւ արհեստական բանականության մեթոդների կիրառման տվյալների բազա նախագծելու, մոդելավորելու, ծրագրավորելու եւ ղեկավարելու ունակություններ։ Ոլորտն օրեցօր զարգանում է, անդադար շարունակում կատարելագործվել։ Ձևավորում է այսօրվա աշխարհը, դառնալով մեր կյանքի ու մշակույթի անբաժանելի մասը։ Թե ինչպիսին կլինեն մարդու կյանքի ամենատարբեր ոլորտներն ապագայում, դժվար է կանխատեսել։ Մեկ բան ակնհայտ է՝ մարդ եւ մեքենագիտակից, ամուր եւ շահավետ համագործակցության արդյունքում միայն կարելի է ստեղծել գեղեցիկ ու գրավիչ հեռանկարներով լի ապագա։ Իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի տվյալների մշակումը ֆիզիկայում եւ արհեստական բանականություն բակալավրի կրթական ծրագրի ղեկավար, գծային եւ ոչ գծային մոտարկումների ու դրանց կիրառման լաբորատորիայի վարիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մարտին Գրիգորյանը։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Դե, ասենք տվյալների մշակումը ֆիզիկայում ես վերնագիրն եմ ասում, նոր բան չի, կա, բայց արհեստական բանականությունը համենայնաբար էսպես նոր է, հա։ Թեկուզ հիմա նայում ես արհեստական բանականությունը այնքան արագ է զարգանում եւ ասենք արդեն գրում է երաժշտություն, չգիտեմ, ֆիլմեր է նկարում, սցենարներ է գրում, մուլտիպլիկացիոն ֆիլմեր է լրիվ նկարում եւ պատերազմում, նայենք այս վերջի Իրան, այս Ամերիկա, Իսրայել պատերազմում մե օգտագործվում երկու կողմից էլ, եթե մի կողմը, ասենք, չգիտեմ, ճշգրտությունն է չափում այդ հարվածների, արհեստական բանականությունն է չափում կամ գտնում, այսպես են ասում, իսկ մյուս կողմը, ասենք, քարոզչության մեջ է օգտագործում, ասենք, ասում են, որ ցույց տալով, չգիտեմ, հարվածների արդյունքները եւ այլն։ Ու այսպես կարող ենք անվերջ շարունակել, բայց այ հետաքրքիր է թե եթե երկու բառով ասենք ինչ է արհեստական բանականությունը եւ իհարկե կենտրոնանանք հենց արհեստական բանականությունը ֆիզիկայում ինչ կարող է անել, ասենք մաթեմատիկայում եւ ֆիզիկայում, որը ձեր մասնագիտությունն է հենց այսպես։ Շնորհակալություն։ Ուրեմն վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումը լայն հնարավորություն է ստեղծել ֆիզիկական բազում երևույթների նորովի վերլուծելու, խորը իմանալու, տվյալների բազան համակարգելու, ծրագրավորելու, ֆիզիկական երևույթները մոդելավորելու եւ հետագայում ղեկավարելու համար մաթեմատիկան եղած մոդելները, մեթոդները, արհեստական բանականության ալգորիթմների հետ միասին բավարար չէին այդ ֆիզիկական երևույթների սպառիչ հետազոտելու արդյունքում որոշակի խնդիրներ լուծելու հարցում առանց ֆիզիկայի հիմնարար գիտելիքների։ Ըստ ֆիզիկայի հիմնարար կամ ինչպես ասած բազային կրթությունը անհրաժեշտ է կոնկրետ ուսանողներին նշածս մաթեմատիկական մեթոդների տիրապետումով եւ արհեստական բանականության կամ ընդունված է այսպես մեքենայական ուսուցման ալգորիթմների հետ մեկտեղ կարողանալ այդ կարևորագույն խնդիրը հասցնել հաղթական ավարտի։ Նկատի ունեմ բազում այդ process-ների խորը իմացություն մեկնաբանելու, դեզերքում ինչի՞ չէ հազարու մի երևույթներ առայժմ եղած կամ անբացահայտ բացահայտելու եւ որոշել ինչի՞ չէ հերքելու առումով այս 3-ը մեկում իրականացնող բակալավրական ծրագիրը անհրաժեշտ էր ֆիզիկայի ֆակուլտետի, հիմա արդեն կոչվում ֆիզիկայի ինստիտուտի բակալավրական ծրագրի համար։ Դա իր դերումներ եւ այդ գաղափարը իրականացնելու համար
հիմքեր ունեի ֆիզիկայի ֆակուլտետում երկար տարիներ աշխատելով, ֆիզիկայի բազային կրթության հիմնախնդիրներին ծանոթանալով, մաթեմատիկական մեթոդները ուսանողներին սովորացնելու հնարավորությամբ ֆիզիկայի ֆակուլտետում հաջողվեց գիտական խումբ ստեղծել, ինձ հաջողվեց ֆիզիկայի ֆակուլտետում մաթեմատիկայից պաշտպանած շատ տաղանդավոր աշակերտներ, իմ աշակերտները 2016 թվականին Արտավազդ Մինասյանի գլխավորությամբ կարողացան CRISP ընկերությունը, այսպես ասած, համահիմնադիր է Արտավազդ Մինասյանը CRISP ընկերության, որը արհեստական բանականության մոդելներ է օգտագործում եւ ձայնի մշակման, ձայնի աղմուկից ազատելու լավագույն արդյունքները ստացավ եւ ճանաչում ստացավ, այսինքն ֆիզիկայի եւ մաթեմատիկայի խորի իմացություն, հատկապես մաթեմատիկայի մոտարկումներ իդեպ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների մաթեմատիկական իմացությունը ես օգտագործեցի նաեւ ֆիզիկայի ֆակուլտետում գծային եւ ոչ գծային մոտարկումների լաբորատորիա իմ աշակերտների հենքի վրա այդ լաբորատորիան ստեղծվեց եւ որոնք պատրաստի կադրեր էին, որ այս միտքը կարողանայի իրականացնել ֆիզիկայի ֆակուլտետում։ Այսինքն պոտենցիալ մասնագետներ, դրսից մասնագետ վերել է այս պահին արհեստական բանականության դյուրին գործ չէր եւ ասենք 2000, բայց հենվելով այդ մեր կադրից հիմնականում CRISP ընկերության այդ երիտասարդ տաղանդավոր կադրեր, որոնք կարողացան արհեստական բանականության կիրառմամբ հաջողությունների հասնել, իրենց ներգրավել պոտենցիալ ստեղծվելիք բակալավրական ծրագրին, որը հաջողվեց, որոնք իրենք դասավանդեն այդ առարգան։ Եվ հիմնական մաթեմատիկայի, ֆիզիկայի հիմնարար առարկաներ հետ մեկտեղ արհեստական բանականության հիմունքներ կամ մեխանիկական ուսուցում 1 եւ ներունային ցանցեր առարկաները զուգակ միաժամանակ մնացած առարկաներ հետ մեկտեղ ուսանողներին տրամադրում ենք կարողությունները մտածելու մաթեմատիկական մեթոդներով եւ արհեստական բանականության ալգորիթմներով կարողանալ ճիշտ եզրահանգումների գալ։ Պարոն Գրիգորյան, հիմա այստեղ շատերի մոտ այսպես հարց է առաջանում, դե որ արհեստական բանականությունը մեկ է, այդ հարցերը լուծում է, մտածում է, անում է, այլ մարդը ինչ պիտի անի, այսինքն այդ գիտելիքը, որ մարդը ունի, արդյոք այդքան պետք է թե չէ, հեն է պատրաստի արհեստական բանականության մեջ այդ ամեն ինչը կա եւ այլն։ Բայց հիմա որ ձեզ լսում եմ, ուրեմն մարդը հենց արհեստական բանականությունից օգտվելու համար պիտի ինչ որ գիտելիքների պաշար ունենա, որպեսզի հարցադրումները կարողանա ճիշտ դնել, ամենապրիմիտիվն եմ ասում, եւ ճիշտ պատասխան ստանալ հնարավորինս ու չէ, այդպես չի։ Իհարկե, այդ կարծիքը, որ իհարկե արհեստական ընդհանրապես գիտության մեջ կամայական նորույթ որոշակի մտահոգություններ է ստեղծում։ Նայած թե ինչպես դա պետք է կիրառվի։ Հիմա բարձր որոշ հիմնարկներում այդպես ավելի առարգական խոսենք աշխատատեղերը կպակասեն, բայց դա կստիպի, որ մարդը սկսի տիրապետել արհեստական բանականության եղած գործիքներին, որ կարողանա դրանցից օգտվել եւ նորերը ստեղծի։ Ամեն ինչ չէ, որ արհեստական բանականությունը կստեղծի, ի վերջո մարդու ուղեղի նեյրոնային ցանցերի հետևանքն է։ Նա ուղղակի արագացում է այդ process-ները, ասենք նեյրոնային ցանցեր առարգա այդպես հատուկ կա, որը բարձ մարդկային նեյրոնային ցանցերի հենքի վրա է։ Դե ասում են այդ հենքի վրա է ստեղծվել։ Հենքի վրա է ստեղծվել եւ տալիս են այդ առարգայի իմացությունը կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այստեղ արհեստով ուզում եմ ասել, որ զրուցում էինք, շատերը մտածում են, որ արհեստական բանականությունը ընդհանուր մի քանի տարի է երևի ստեղծվել, բայց դրան նախորդել են բազմաթիվ հայտնագործություններ, առանց որոնց դա անհնար կլիներ, չէ՞։ Իհարկե, արհեստական բանականությունը գիտության այդ եղած ոլորտները շատ շուտ թուր կարծիք կար, որ նույնիսկ ծրագրավորելու համար միայն 8-րդ դասանի մաթեմատիկական կրթություն բավական, բայց այդպես չի։ Այն ամենանուրբ մաթեմատիկական փաստերը, ֆիզիկական երևույթներն էլ իհարկե կարևոր դեր ունեն, դա անհրաժեշտ է։ Եթե լուրջ արդյունք պետք է արվի, սկզբնա օրինակ արհեստական բանականության սաղմերը նախորդ դարի կեսերին
նույնիսկ ստեղծվել է եւ դա հայերից հեռու չի եղել։ Մեզից հեռու չի եղել։ Հիմնադիրներից մեկը հայ եղել։ Դա 1955 թվականներին ու քանի որ ակնառու արդյունքներ չի ստացվել, այդպես բայց այդ արդյունքները վերջի տարիներին էսպես բուրը թրիչկաձև սկսեց զարգանալ, կիրառվեց բոլոր բնակավարներում, այսպես կարելի ասել, ու հատկապես ռազմական տեխնիկայում ամենուր լեզվական մոդելներ ստեղծվում ամենտեղ երաժշտությունա գրում արհեստական բանականությունը, բայց դե պարզ է դա բավականին հեռու է եւ այն մտավախությունը որ ամեն ինչ կանի արհեստական բանականությունը դա թույլ կարծիք է ուղղակի Բիլ Գեյթսը որ հեղինակություն ունի շատ տեղերում ասում էր որ երկու մասնագիտություն է վերալու վերջում դա այսպես շատերին վախեցրեց էլի այսպես որ այդ որ երկու հիմա մարդիկ մտածում են որ երկու մասնագիտությունն է մնալու որ դառնանք այդ մասնագետ երևի այսպես իհարկե մարտահրավեր է մարդկության այսպես ասած հոգսերը շատացրեց այսինքն բոլորը ջանան հատկապես ապագա սերունդը տիրապետեն արհեստական բանականության եղած գործիքներին ու նորերը ստեղծեն այդ դրա համար նոր աշխատատեղեր կստեղծվի։ Մի կողմից թվում է թե որոշ աշխատատեղեր փակվեց, նորերը պիտի որ ստեղծվի կարող է դանդաղ ցանկացած նույն իրավիճակը ստեղծել է, չէ՞, առօրյա կյանքի փորձերի օրինակ հասարակ նախկինում երբ հիմնարկների աշխատավարձները, աշխատողները, ասենք բանկոմատերով փոխարինվեց, չէ՞։ Դա այն ժամանակ այդքան շատ չէին վախենում, շատ տուժողներ էլի մտահոգվեցին, բայց նրանք գտան ուրիշ աշխատանքներ։ Ուրիշ աշխատանք ես լավագույն նոտայով եմ ուզում ասել որ պետք չէ այդքան այսինքն ուղղակի կոպիտ ասած հոգ էլ ավելի պիտի ջանանք մտքին ավելի մեր յուրաքանչյուրս հավատանք եւ առաջ տանենք որ այդ առաջընթացը բացական ազդեցություն չունենա եւ այդ առաջընթացի արհեստական բանականության այդ արդյունքների կիրառողներից է կախված թե ոնց է լինելու մարդկության ապագան այդպես եմ կարծում բայց չեմ կարծում որ պիտի որ վատ լինի հա հիմա այս առումով որ այ գալիս են այդ երեխաները սովորելու համենայն դեպս ասենք պիտի այդ ֆիզիկա երևի եթե պիտի արհեստական բանականության հետ աշխատեն ֆիզիկայի բնագավառում պիտի այդ ֆիզիկա իմանան, չէ՞, այսպես նայենք, որտեվ շատերի մոտ ինչ-որ սխալ թյուր պատկերացում կա, էլի, որ ինչ ասեմ, մարդը կարող է ոչինչ չիմանալ ու արհեստական բանականությունը իր տեղը ամեն ինչ անի։ Ես կուզեի, որ այդ թյուր պատկերացումը, ասենք, ցրվի մարդկանց մոտ, որ իսկապես նրանք եթե ուզում են այդ արհեստական բանականությունից օգտվել, ըստ էության օգտվել ու հետագայում իսկապես աշխատատեղերը նրանց կանչեն, այսպես ունենան, նրանք պիտի իմանան, որպեսզի կարողանան ամենապարզ բանը այդ հարցադրումները անել եւ ասածը հասկանալ, հետո ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունել, որտեղ այնպես չի, որ արհեստական բանականությունը ամեն ինչ այսպես ճիշտ է ասում, էլի, ոնց ասում։ Իհարկե։ Դրա համար նախ քանի որ ուսանողներին վերաբերում ընդունելության քննությունները մաթեմատիկայի ու ֆիզիկայի են, սկզբնական փուլում անգլերենով կարող են, բայց հիմա կարգավորված է մաթեմատիկայի ու ֆիզիկայի, բայց այդ դպրոցական ծրագրի շրջանակում իմացությունը հետագայում դրան զարգացնելը կարևոր է, կամ ենթադրենք ինչ որ երևույթ են ուսումնասիրում, ես լուրջ եթե ֆիզիկայի օրենքները հասել է ինչ որ մի բանի չկարողանա եզրահանգման, դրա համար ֆիզիկական երևույթներին ծանոթ լինելը եւ կարողանալ այդ ուղղությամբ եզրահանգումների գալը խիստ կարևոր է։ Նույնն մաթեմատիկան, ասենք, մոդելներին, թեպուզ աշխատատեղում ինչ որ նոր խնդիր առաջացավ։ Արհեստական բանականությունը այդ հարցին կարող է չպատասխանել, պետք է կարողանաս ծրագիրը փոխել եւ իրեն հрамցնես նոր պահանջ, ինքը կամ կպատասխանի մոտավոր։ Կանդավորում ամեն ինչը մոտավոր է, բայց հիմա դեռ շատ բաներ բավականին հեռու է, օրինակ շատերին թվում է թե կամայական հարց, կամայական խնդիր կարողանա լուծել, այդպես չի։ Իրեն վարժեցրած, այսպես ասած, մեքենայական ուսուցմամբ տրված գիտելիքների շրջագայքում, այսպես ասած, ոչ բանական գիտելիքների շրջագայքում ինքը կարող է գործունեություն ձևավորի որոշ դեպքերում մոտավոր, այդ մոտավորությունները կարող է բավական իրականից հեռու լինի եւ հիմնական խնդիրը տենդենսը դա է որ այդ մոտարկությունը այդ շեղումը քչացնեն որ իրական երևույթին իրական ազդանշանի հետ կապված հարցը ենթադրենք ուսումնասիրվում է արհեստական բանականության
մոդելները, այդ ալգորիթմները կարողանան իրականի քիչ ինչքան ասես մոտ արդյունք հрамցնեն հարց տվողին։ Պարոն Գրիգորյան, հիմա շատերը, ասենք, ես որ ասենք բուհերը ներկայացնող դասախոսական կազմի հետ խոսում եմ, հանդիպում եմ, ասենք շատերը բողոքում են, որ ասենք դպրոցից չեն գալիս, ասենք բավականաչափ գիտելիքներով, հատկապես ֆիզիկայի եւ բնական գիտությունների։ Այդ խնդիրը կա, ասենք, որ դիմում են ձեզ, ասենք, չգիտեմ, ինչ այդ մակարդակի խնդիր կա դպրոցից եկողների, որ պիտի իմանան ինչ որ չէ հիմքեր, որ ասում են շատ թերի են, թե չկա այդ խնդիրը։ Չէ, դպրոցում անելիքները շատ են, հատկապես վերջի տարիներին ինչ որ իմաստով բացը շատացել է։ Դրա համար ուսանողները հենց դպրոցի մի քիչ կարող հարմար չի, որ ես արտահայտեմ, միայն դպրոցի գիտելիքներով չի, որ նրանք ուսուցիչների մոտ պատրաստված են գալիս։ Այդ երևույթը կա դրա։ Այ եթե հասնի այն վիճակը, որ հենց դպրոցը այն գիտելիքը տա, որ անմիջապես շրջանավարտը կարող է բուն ընդունվի, դա երանելի է եւ այդտեղից է պետք սկսել ու դրան մեծ ուշադրություն արժի դարձնել բոլոր օղակները պետք է դրա մասին հոգ տանեն յուրաքանչյուր իր տեղում եւ եթե այդ բացը լրացվել է հիմա համասանում նորից պետք է խորացվի ուսումնասիրվի բայց այս արհեստական բանականության այդ հրապուրանքը եւ ծրագրավորման շատ գուցե սոցիալական վիճակից ելնելու առաջի կուրսից ուսանողները ձգտում են գնալ աշխատելու մի քիչ որ համբերեն ավելի ուշ մի քիչ գիտելիքները խորացնեն նոր անցնեն աշխատանքի ել ավելի կարևոր մարդնավետ վաստակի կարժանանան, այսպես ասած, որովհետև երբ միաժամանակ աշխատում են իրանց համար գայթակղիչ աշխատանքով դասերին քիչ են գալիս, գիտելիքները չեն կարող ամրապնդել, թեկուզ հենց արհեստական բանականության։ Իսկ եթե համբերեն մի քանի տարի հետո արդեն զինված գիտելիքներով մտնեն, պանջարկը շատ է, պանջարկը շատ է որ գնում են։ Հա, պանջարկը հենց այդ է, շատ է, որ հենց առաջի կուրսից միանգամից աշխատում են։ Աշխատատեղերը այս պահին Հայաստանում Այս գծով, այսինքն այս գծով, հենց այս գծով եւ դրան հարակից կամ մինչեւ այդ գիծը նախնական այդ փուլերում շատ են դրա համար առաջի կուրսից շատ ուսանողներ ունենք, որ աշխատում են։ Կարծում եմ իմ կարծիքով, որ մի քիչ համբերեն հետո նոր, բայց դա սոցիալական խնդիր է, գուցե ես այդ բարոյական իրավունքը չունեմ ասել որ չաշխատեն, բայց քանի որ եկել են, որ պիտի սովորեն, մի քիչ պիտի համբերեն, գոնե 3 տարի այդ գիտելիքներին տիրապետեն, հետո էլ ավելի լավ աշխատավարձով, ավելի բարձր աշխատավարձով կարողանան աշխատել եւ իրանց թված են բաց թողումը կարողանան վերականգնել։ Դա կարեւոր խնդիր է նաեւ էլի դպրոցից հետո համասանում որ մտադրվել են գիտելիքները ամրապնդեն, դա կարեւոր խնդիր է, որ կարողանանք դրան հասնենք ել ավելի լավ արդյունքներով։ Պարոն Գրիգորյան, հիմա այս վերջի տարիներին ինչ որ ուղղություններ շտկվեց, որոշը մնաց բաց, այս բնական գիտությունների խնդիր կար համասարաններում, որ դիմորդներ չկային, այսինքն համար նույնիսկ կար պետպատվերի տեղեր կար, որ չէին լրանում որոշ մասնագիտությունների, այդ բնական գիտությունների եւ այլն։ Հետո որոշ չափով շտկվեց։ Հիմա չգիտեմ, այդ ձեզ մոտ երևի այս արհեստական բանականություն բառը որ կա, մարդկանց կգայթակղի։ Ձեր հարցի գայթակղի, բայց ինչ վիճակի է, հիմա գալիս են կոնկուրս կա, չկա։ Այս հիմա վերջի տարիներին ճիշտ նշեցիք դուք, որ բնական գիտությունների շատ ֆակուլտետներում նույնիսկ պետպատվերը չեր ապահովում։ Եվ կառավարությունը ժամանակին ֆիզիկայի ինստիտուտում, ֆակուլտետում, որտեղ գործում են 3 բակալավրական ծրագրեր՝ ֆիզիկա, ռադիոֆիզիկա եւ տվյալների մշակում եւ արհեստական բանականություն, այդ 2 ծրագրերին տարկետման իրավունք տվեց։ Կարծեմ այդ հարցը ազատ տեղերի, թափուր տեղերի հարցը լուծվեց ֆիզիկայի արդեն մի քանի տարի, 4 տարի ֆիզիկայի ինստիտուտում լուծված է եւ գալիս են ուսանողներ ու լավ ուսանողներ, բայց մեր այս ծրագիրը, որը ֆիզիկայի ինստիտուտում է, չի օգտվում այդ տարկետման իրավունքից։ Ցանկալի էր որ դա էլ եթե օգտվեր էլ ավելի կարծում եմ, իմ կարծիքով, էլ ավելի բանիմաց եւ նպատակասլաց կադրեր կունենայինք, որը հետագայում ֆիզիկային էլ, մաթեմատիկային էլ ավելի օգուտ կտային։ Բայց հիմա գալիս են եւ չնայած դրան 2021-22 թվականի երբ առաջի
շրջանավարտները եկան, այդ ժամանակվանից սկսած մեր այս ուղղությունը առանց այդ տարկետման ֆիզիկայի ինստիտուտում ազատ տեղեր չի ունեցել, կոնկուրս եղել, դա շատ հուսադրող է, շատ իսկ եթե հանգարց մի քիչ, ասենք մի հիգտեղ տարկետման իրավունք էլ որ տային, կարծում եմ որ ապական լավ կադրեր պատրաստելու տենդենսը այլ ավելի բարվոք կլներ։ Այդ հիմա եթե այդ հաջողվի, դա արդեն ինչ հնարավոր է ծրագրի ղեկավարը կադրեր փնտրել։ Հիմա ուրեմն գալիս են տալիս են ֆիզիկա, մաթեմատիկա, այլ լեզու չեն տալիս, ասենք օտար։ Առաջի տարիներին անգլերենով եւ մաթեմատիկայով ընդունվում էին։ Իսկ հիմա արդեն մաթեմատիկա եւ ֆիզիկա է միայն։ Մաթեմատիկա եւ ֆիզիկա։ Ու դրանով հանդերձ էլի առանց տարկետման իրավունքի 5 տարի 6-րդը կլինի, հուսով եմ որ կոնկուրսով է այդ իսկ այս գծով մագիստրատուրա կա այս գծով թե չէ։ Հիմա բարձր որ հիմնական տենդենսը որ նաև մագիստրատուրա լինի, բայց մաթեմատիկայի ֆակուլտետում կա հարակից մագիստրական ծրագիր եւ այս տարվա մեր անցած տարվա շրջանավարտներից երկու շատ խոստումնալից ուսանողներ ընդգրկվեցին մագիստրական ծրագիր են ուսումնասիրում մաթեմատիկայի ֆակուլտետում, ելի կիրառական վիճակագրություն, արհեստական բանականության ներառմամբ մեր ամբիոնը բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը, որտեղ որ այս մեր ծրագիրը գործում էր, հիմա համատեղ տեսական ֆիզիկայի ամբիոնի հետ մաթեմատիկայի ֆիզիկայի ամբիոնն է, որի մագիստրական ծրագրի որոշ առարկաներ մենք արհեստական բանականության հարիր առարկաներով ենք խնդրել ծրագրի ղեկավարին, մի 4 առարկա արդեն մեխանիկան 1, ասենք գծային մոտարկումներ, այսինքն մագիստրական ծրագիր կա այս պահին, որ ֆիզիկայի հետ միասնական է հանդես գալիս, բայց ապակայում մտածում ենք հեշտ գործ չի իհարկե, որ առանձին հենց այս մեր բակալավրական ծրագրի անմիջական շարունակությունը մագիստրական ծրագրի լինի։ Դրա համար եւ կադրեր են եւ նոր ամեն անգամ այդ ծրագիրը որ կազմել ենք դոգմա չի շատ ճկուն է հետևելով այս մեր այս ուղղության թռչկաձև զարգացմանը այդպես եղած ծրագրերը հաճախ նորացնում ենք գուցե նոր առարկաներ համապատասխան այստեղ շատ կարևոր է նաև դասավանդողները, այսինքն մարդիկ ովքեր են դասավանդելու, վերջի ես այնքան արագ ես ամենը զարգանում, այդ արհեստական բանականության մասը, ովքեր պիտի դասավանդեն, այսինքն մարդիկ, որ արդեն ինչ-որ ճանապարհ են անցել եւ այլն, հիմա այդ ձեր այդ ուսանողները, որ ասացիք է հասել են հաջողությունների, նրանք կհամաձայնվեն գալու դասավանդեն, թե ոչ, օրինակ։ Այդպիսի խոսակցություններ անում ենք եւ դա հիմա օրինակ 3-րդ կուրսում լավագույն ուսանողներ ունեն, որոնք դպրոցում արդեն դաս են տալիս։ Չնայած դասի նույնիսկ Գորիսում եւ Ղափանում, ասենք կոնկրետ այդ դպրոցի հետ պայմանագիր ունեն, այդտեղ արհեստական բանականության որոշ տարեր են հրամցնում, իհարկե ի հաշիվ իրենց ուսումնական process-ի, որ որոշ լավ առարկաներ չեն հասցնում, իրենց օրինակ այդ իմ լավ ուսանողներին լրացուցիչ եմ ես, այն բաց թողումները վերականգնում։ Ես իբա նկատի ունեմ, որ այդ 3-րդ կուրսեցիներին, այդ որ արդեն ինչ որ բան գիտեն, ովքեր պիտի դաս տան։ Դրա համար էի ասում, որ ասենք դաս տվողների մեջ լինեն մարդիկ, որոնք արհեստական բանականության հետ աշխատելով, այդ բնագավառում, այսինքն չգիտեմ, փորձ ունեն, գիտելիք ունեն, եւ ես դրա համար հիշեցի ձեզ ասածը, որ ձեր ուսանողներից մի երկուսը արդեն հասել են հաջողությունների։ Եվ իրենք դասավանդում են։ Իրենք կհամաձայնվեն դասավանդեն, էսե որտեվ ես գիտեմ նրանք այնտեղ գումարներ են աշխատում, այստեղ այդ գումարները չկան։ Մեծ դժվարություն կհամաձայնեն։ Առանց իրենց համաձայնության, առանց իրենց ներգրավելու ծրագիրը ոնց ինչպես է իրականանալու։ 3-4 այդ լավ կադրերը, որոնք CRISP ընկերությունում են աշխատում, մեզ մոտ դասավանդում են հենց մեխանիկական ուսուցում, ներունային ցանցեր, ազդանշանների մշակում հենց իրենք են, առանց դրա անհնար էր, առանց դրա եւ իրենք ինքնուրույն են հասել այդ մասնագետին եւ արտադրանք են տվել։ Եվ պրակտիկան մեր ուսանողներ հենց CRISP ընկերությունում է իրականանում, իրենց ղեկավարությամբ, իրենց անմիջական ղեկավարությամբ, առանց այդ կադրերը նկատի ունենալու չէ գրում ծրագրի համար, ծրագիրը պետք է կարողանա իրականանալ։ Եվ փառք Աստծո, որ այս պահին
անցած տարվա շրջանավարտները բոլորը տեղավորված են դպրոցում են աշխատում, ասենք մի քանի Ես մտածում եմ, որ այս ծրագիրը կարևոր կլինի այն առումով, որ դե ասենք եւ չգիտեմ, եթե զարմանում եմ, որ մարդիկ պիտի շատ կան այդտեղ տարբեր տեղերից, ովքեր ունեն, ասենք, մաթեմատիկական, ֆիզիկական կրթություն, հատկապես ֆիզիկայի, պիտի շատ կան, դրա համար ենթադրում եմ, որ այդ մագիստրոսական ծրագիրն էլ անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է դա։ Դա պիտի հասունանա։ Օրինակ, այս բակալավրական ծրագիրը, երբ 16 թվականից ես մտածում էի, հասունացման համար պահանջվեց 3-4 տարի, եւ ոչ միայն հասունանալ, նաեւ դժվարություններ կան, որտեվ համալսարանում կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ կա, մաթեմատիկայի ֆակուլտետ եւ արդեն այդ մագիստրական ծրագիրը կար, պիտի հիմնավորվեր համապատասխան օղակներում, որ ֆիզիկայի ֆակուլտետում նման ծրագիրը իրականանալի է թե չէ, եւ իհարկե կատարել այդպես դա նույնել աղջիկներն են շատ թե տղաները այստեղ։ Դա ֆիքսած չէ, օրինակ տարիկա որ աղջիկներն ավելի շատ են։ Այնպես որ դա գովելի է, ուրախալի է եւ առաջի տարիներին տղաներն էին շատ։ Եվ հենց որ բանակ գնացին, ասենք ենթադրենք ընդունվել էին 30 ուսանող, բանակ գնացին, դասարանը, ասենք գալիս է հունվարից հետո տեսնում ես շատ է մի քիչ հոգեբանորեն ազդում է, բայց հետո շատերը բանակից վերադառնալուց այն երանդով չեն կպնում, բայց կան նաև այդ երկու ուսանողի անունը որ ասեցի, որոնք նաև դպրոցին օգուտ են տալիս, բանակում էլ կարողացել են արհեստական բանականության այդ իրանց մի կիսամյակի նույնիսկ լսած է կամ որոշ դեպքում մի տարվա այնտեղ ռեկլամել այսպես ասած ու հիմա ուզում են շարունակել այնպես որ դա նախասիրությանը եւ ուզում ենք ողջորել որ նաեւ պատրաստվեն կարծում եմ որ այդ մեր բակալավրական ծրագրի շրջանավարտները ունիվերսալ ուղղություն եմ ես դա համարում դուք ֆիզիկա մաթեմատիկական այսպես է կոչվում գիտությունների դոկտոր եք բայց ո՞րն է առաջնահերթը ձեզ մոտ ֆիզիկան թե մաթեմատիկան ես ֆիզիկայում եմ աշխատում մեր ընկերների հետ միշտ Եվ դուք մաթեմատիկ եք թե ֆիզիկ Ես մաթեմատիկոս եմ ֆիզիկայի ֆակուլտետում ֆակուլտետ նախկինում երբ ստեղծվել առանձին մաթեմատիկայի ամբիոնի կարիք զգացվել եւ մաթեմատիկայի ամբիոնը ստեղծվել երկար տարիներ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչն եմ ֆիզֆակում եմ աշխատել ֆիզիկայի հոգսերին եւ Չնայած օրինակ ասում են որ արհեստական բանականությանը ամենամոտ մաթեմատիկոսներն են այդպես ասում են էլի ինչ որ առողջ մաթեմատիկոսները բոլորին ուզում են մոտ լինել ու օգտակար լինել եւ ֆիզիկայի շատ ուղղություններ եւ ընդհանրապես գիտության շատ բնագավառներ առանց մաթեմատիկայի չեմ կարող մաթեմատիկան այդ շատ բնական գիտությունների լեզուն է մտածողության ճանապարհ ցույց տվողը իհարկե Դե ինչ ասեմ, շնորհակալ եմ, որ եկաք, որտեվ այս մասնագիտությունը շատ այժմ էական է ու շատ կարևոր։ Ու մարդիկ որքան շատ մարդ իմանա, որ կա այս մասնագիտություն, այնքան լավ, որտեվ դիմորդների թե քանակը կավելանա, թե ընտրության մեծ հնարավորություն կլինի, այսպես լավագույն։ Իհարկե, մեծ այդ հնարավորության արդյունքում շարունակեմ, ես երբեմն ասում եմ, որ ունիվերսալ է մեր աջակցը եւ մաթեմատիկոսներ կարող են դառնալ ես հենց հիմա 4-րդ կուրսում լավագույն ուսանողներն եմ որոշել են մաթեմատիկայից պաշտպանել նոր արդեն պաշտպանած մաթեմատիկոսներ եթե առաջի կուրսից աշխատում են ուրեմն պարզ է որ այդ մասնագիտությունը պահանջված է շնորհակալ եմ դարձյալ որ եկաք հիշեցնեմ որ իմ զրուցակիցը Երևանի պետական համալսարանի տվյալների մշակումը ֆիզիկայում եւ արհեստական բանականություն բակալավրի կրթական ծրագրի ղեկավար գծային եւ ոչ գծային մոտարկումների ու դրանց կիրառման լաբորատորիայի վարիչ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մարտին Գրիգորյանն էր նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը կհանդիպենք Մասնագիտություն